մի եղեք Նիկոլ։ Ընկերներ, ուրեմն դուք էլ վստահաբար նկատած կլինեք, որ անդիմադիր դաշտում, հասարակական գործիչների դաշտում, ակտիվիստների դաշտում կա փոքրիկ Նիկոլների տեսակ, որոնք ֆորմալ առումով անդիմանում են իշխանությունների գործողություններին, բայց ասում են հետևյալը՝ լավին լավ, վատին վատ։ Այդ ճիշտ է, Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախը, թույլ է տվել, որ Հայաստանի Հանրապետության տարածքները օկուպացվեն, բայց շքերթը Հանրապետության հրապարակում լավ էր։ Իմացեք, որ դուք գործ ունեք փոքրիկ Նիկոլի հետ, եւ եթե մարդը նույնիսկ կրկին ասենք ֆորմալ անդիմադիր է Նիկոլ Փաշինյանին, եթե Նիկոլ Փաշինյանն իրան պաշտոն առաջարկի կամ տեղ քպցուցակում, այդ մարդը դժվար թե հրաժարվեր։ Իսկ հիմա անցնենք շքերթին։ Տեսեք, եթե դու պատրաստվում ես խաղաղության, այս շքերթը ում համար է։ Եթե Ադրբեջանը կամ Թուրքիան թշնամիներ չեն, ում համար է այս շքերթը, այսինքն դու ում ինչ ես փորձում համոզել, չգիտեմ, դա հաշվի առնելով այն հանգամանքը, որ քարոզարշավի ընթացքում մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը երկու թշնամի ունի, արցախցիները եւ Ռուսաստանի, ինչ այս ամեն ինչը նախապատրաստություն է, ում դեմ պատերազմի, արցախցիների թե Ռուսաստանի հետ, բայց կրկին ասենք, եթե դու խոսում ես խաղաղության մասին, դու ինչի համար ես այս շքերթը անում։ Եվս մի կարևոր նրբերանգ նկատել եք, չէ, որ բոլոր զենքերը, զինատեսակները մաքուր, ժողովրդի լեզվով ասած պլպլան զենքեր են, ինչը շատ տրամաբանական է, եթե զենքը անգարից դուրս չի գալիս, ոչ 20 թվականին, ոչ 23 թվականին հայկական բանակն էլ հեռադիտակով հետևում է, թե ինչպես օրինակ Արցախը դատարկվում, կամ ոնց էր ասում Նիկոլ Փաշինյանը, տարին 9 ամիս ձնով պատված սարի համար օկրիվ չենք անելու, բանակ եւ այլն ինչի համար է պետք։ Տեսեք, այն փոքրիկ Նիկոլները, որոնք փորձում են ձեզ համոզել, որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ բան արել, որ այս զորահավաքն է, զորահանդեսն է իրականացրել, իրենք ձեզ չեն ասին նաև հետևյալի մասին, ժողովուրդ, ինչի համար է պետք զենքերի ցուցադրությունը, եթե զորավարժություններ չեն իրականացվում։ Տեսեք, եւս մի կարևոր նրբերանգ, քանի դու չես իրականացնում զորավարժություն, բայց քո թշնամին իրականացնում է, իրական թշնամին։ Գիտեք չէ, որ վերջերս հերթական անգամ հայկական Կարսն էլ է հայկական, դա իսկապես այդպես է, պատմական հայկական Կարսում Ադրբեջանը եւ Թուրքիան զորավարժություններ են անցկացրել, Հեյդար Ալիևի անվան զորավարժություններ։ Ընդհանրապես հասկանում եք, մենք ինչ իրականության մեջ ենք ապրում եւ ինչա փորձում Նիկոլ Փաշինյանը հասարակությանը վաճառել։ Վտանգավոր է, իրոք շատ վտանգավոր է։